Ուղիղ եթերում ազգային ժողովի նախագահի հասցեին հայոյախառն արտահայտություններ հնչեցնելու համար կալանավորված հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի արարքը, որ վիրավորանք է, պետք է իրավական գնահատականի արժանանա միայն քաղաքացիական օրենսդրության շրջանակում, եզրահանգել է տեղեկատվական վեճերի խորհուրդը։ 2011 թվականից գործող մեդիա փորձագետներից ու իրավաբաններից բաղկացած 7 հոգանոց խորհուրդը կարծում է, որ իշխանությունները նրանց արարքին արձագանքել են ոչ համաչափ։ Քննչական անդիմադիր փոդքասթերների արարքը որակել էր խուլիգանություն, դատարանն էլ 2 ամսով կալանավորել նրանց։ Վիրավորանքն ու զրպարտությունը ապա քրեականացված են։ Պատասխանատվությունը նախատեսվում է քաղաքացիական օրենսգրքի 1087-1 հոդվածով եւ այդ հոդվածի համապատասխան իրենք պետք է կանչվեին ուրեմն պատասխանատվության։ Խորհրդի անդամ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծում է, ընդդիմադիր հաղորդավարները նաև ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վատ վերաբերմունքի։ Անհամաչափ ուժ կիրառելով ուրեմն այդ փոդքասթերներին ձերբակալելներ եւ ասեմ, որ սա ավելի շատ այսպես արտաքին տպավորություն թողնելու մնացածներին այսպես դաս տալու տպավորություն էր թողում։ Շուրջ 1 ամիս առաջ ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մուտք էին գործել Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, ձեռնաշղթաներ հագցրել, կռացած քարշ տվել դեպի ավտոմեքենաները։ Ընդդիմադիր հայացքներով հաղորդավարներն անցած ամիս 7 ժամանոց հարցազրույց էին ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Դրանից հետո ազգային ժողովի նախագահն իր տելեգրամյան էջում գրառմամբ դիմել էր երրորդ նախագահին քննադատել նրան ու վիրավորական, շանլակոտ, լացիրակ բառերով արտահայտվել փոդքասթերների հասցեին։ Ընդդիմադիր հաղորդավարները մեկ այլ հաղորդմամբ ավելի կոշտ ու վիրավորական հայոյախառն արտահայտություններ էին հնչեցրել ազգային ժողովի նախագահի հասցեին։ Ուղղակի անթույլատրելի է, եթե պրոցեսը երկկողմանի է, ապա ինչու պետք է ուժ կիրառելով ընդդիմախոսները միշտ լրացվեն, իսկ իշխանությունը այսպես իր վիրավորանքների համար պատասխանատվություն չկրի։ Աշոտ Մելիքյանն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ բացի քրեական գործից նույն այս միջադեպը քննում է նաև քաղաքացիական դատարանը։ Ալեն Սիմոնյանն է դիմել այս դատարան, պնդել, որ ընդդիմադիր հաղորդավարներն իրեն վիրավորել են, պետք է ներողություն խնդրեն եւ ընդհանուր 2 միլիոն դրամ վճարեն իրեն։ Պետք է ընտրել պատասխանատվության մի ձև, ընդգծում է Մելիքյանը։ Խորհրդի անդամները խորհրդատվական իրենց եզրակացության մեջ մի վտանգավոր նախադեպ են արձանագրել։ Եվ հիմա քողարկված ձևով, ինչպես որ մենք նշել ենք այս հայտարարության մեջ, վերադարձ է կատարվում դեպի քրեականացում, այսինքն վիրավորանքը վերավորակվում է որպես խուլիգանություն եւ խուլիգանությունը, որը քրեական հոդված է, արդեն դառնում է քրեական հետապնդման, ընդ որում քրեական հետապնդման ԱԱԾ-ով, ձեռքերը ոլորելով, չգիտեմ, եւ այլն։ Եթե նույնիսկ խուլիգանությունը ինչ գործ ունի ԱԱԾ-ն, ոստիկանն է, չէ՞ զբաղվում խուլիգաններով։ Խորհրդի անդամներից Առավոտ թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն անհանգստացած է, հիշեցնում է, որ վիրավորանքը վաղուց հանվել է քրեական օրենսգրքից, դրա համար քաղաքացիները կարող են միայն տուգանվել, բայց ոչ բանտ նստել։ Ես վստահ եմ, որ դա շարունակվելու է եւ կարծում եմ, որ մինչեւ ընտրությունները այս ամիսների ընթացքում իշխանությունն ամեն ինչ անելու է լրացնելու համար ցանկացած քննադատություն եւ ցանկացած անհամաձայնություն։ Ավելի քան 20 տարի առաջ ապա քրեականացվել է վիրավորանքը եւ ինչի համար է դա արվել, որպիսի հենց նրա համար, որպիսի իշխանությունը չկարողանա դա օգտագործել որպես գործիք այլակարծության դեմ։ Աբրահամյանի ղեկավարած լրատվամիջոցը վերջերս մի քանի հրապարակումներ էր արել, որ արդեն իրավապահների թիրախում են սոցցանցերում իշխանություններին քննադատող քաղաքացիները, բայց ընդդիմադիրների հասցեին նույնանման գրառումներ ու արտահայտություններ հնչեցնող իշխանականներն ու նրանց համախոհները դուրս են մնում նրանց խոշորացույցից։ Դրա համար դա իհարկե ընտրովի արտահայտություն է եւ դա արվում է հատուկ մարդկանց լրացնելու համար։ Տեղեկատվական վեճերի խորհուրդը միաժամանակ հաղորդավարների արտահայտությունները համարում է անվայելուչ, հայհոյանքն էլ անթույլատրելի։ Սանձարձակ բառապաշարն ու վիրավորանքները չեն կարող ընդունվել որպես հանրության հետ հաղորդակցվելու ձև եւ պետք է ստանան իրավական գնահատական։ Միևնույն ժամանակ շատ կարեւոր է, որ այդ գնահատականը եւ դրանից բխող պատասխանատվությունը լինի համաչափ, հիմնավորված եւ արդարացի։